Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին։ Դուք դիտում եւ լսում եք Գործարար ալիքը տաղավարում աշխատում է Լիանա Խաչատրյանը, համակարգ հաղորդաշարն է եթերում։ Այսօր մեր հյուրն է Գիտությունների ազգային ակադեմիայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Մինասյան, սկսենք թերևս հենց ինստիտուտի մասին մի երկու բառ խոսելուց, ինչով է զբաղվում այսօր քիմֆիզիկայի ինստիտուտը, որոնք են այն հիմնական ուղղությունները, որոնք դուք կարևորում եք որպես թե ակադեմիական, թե կիրառական տեսանկյունից։ Ասեմ, որ ինստիտուտը սկզբում որպես լաբորատորիա ստեղծվել է 1960 թվականին, ակադեմիայի կազմում, իսկ 75 թվականից արդեն առանձին ինստիտուտ է։ Ակադեմիայի կազմում, մեր կայքում եւ ակադեմիայի կայքում թե ինչով ենք մենք զբաղվում, այդ մասին ամեն ինչ ներկայացված է, ամենայն դեպս ես մի երկու բան ասեմ, ինստիտուտը զբաղվում է քիմիական փոխարկումների բարդ ռեակցիաների տեսության, ազատ ռադիկալների մասնակցությամբ ընթացող բարդ եւ տարրական քիմիական ռեակցիաների, ազատ ռադիկալների քիմիայով, շղթայական ռեակցիաների, գազերում, պինտֆազերում, հեղուկներում ընթացող այրման, փայտման պրոցեսների ուսումնասիրությամբ։ Անօրգանական նյութերի սինթեզ, դժվարալ նյութերի սինթեզ շատ հետաքրքիր այրման եւ պայթյունի մեթոդներով, դա նույնպես տեխնոլոգիա է, այսինքն այրում եւ պայթյունը պարտադիր չի որ ոչնչացնող լինի, նա կարող է նաեւ ստեղծող լինի, կատալիտիկ պրոցեսներով եւ նաեւ ֆոտոքիմիական, լազերային քիմիական պրոցեսներով, քիմիական պրոցեսների մաթեմատիկական մոդելավորումով, կառավարման նպատակով հատկապես եւ այդ հետազոտություններն էլ որ արվում են, այդ ռեակցիոն համակարգերի կառավարման համար են նպատակով։ Իսկ նրանք ունեն հստակ կիրառական բնույթ, կարող ենք ասել։ Իրանք ինչ որ առումով դա կարելի ասել քիմիայի եւ ֆիզիկայի, այսպես ասած, փոխազդեցության կամ սահմանային միջառարկայական տարածքում գտնվող մի ուղղություն է գիտական, որը չի ասի, որ հատկապես կիրառական է, ինքը ավելի շատ տեսական ու փորձարարական է, բայց որը ինֆորմացիա, գիտելիք է, այսպես ասած, ստեղծում կառավարելու համար պրոցեսներ եւ ստանալ նպատակային նյութեր կամ նպատակային պրոցեսներ իրականացնել։ Այդ թվում նաեւ բոցը, այրումը, պայթյունը կառավարելու նպատակով են արվում այդ հետազոտությունները։ Կառավարել պայթյուն ինչ գեղեցիկ է հնչում։ Պարոն Մինասյան, ես կարող է առաջին հայացքից sense հիմար հարց տամ, բայց այդուհանդերձ քանի որ վաղուց եմ լուսաբանում գիտության հետ կապված խնդիրները, ես համոզված եմ, որ այս հարցը գուցե չի հնչում, բայց կա, ինչներից է պետք քիմֆիզիկայի ինստիտուտ, երբ որ պետության մտքով անցնում է նման ինստիտուտը չփակել կամ հիմնել, որն է նպատակը հանրության եւ պետության համար։ Դե ես արդեն ասեցի, բարդ քիմիական պրոցեսների ուսումնասիրությամբ է զբաղվում ինստիտուտը եւ դա չեմ կարծում որ միայն նեղ ազգային մասշտաբի մեջ։ Այո, իհարկե։ Ինտեգրված է համաշխարհային գիտական տիրույթում, մենք 15-20 երկրների հետ աշխատում ենք, 6 հեռավար լաբորատորիա ունենք, տարբեր երկրներից են ղեկավարները եւ մեր մոտ կան համաղեկավարներ, ունենք արտերկրի գիտնականների ինտեգրման ծրագրով հիմնված լաբորատորիաներ ունենք, որ արտասահմանից եկել են մեր մոտ դոկտորական թեզից հետո եկել են մեր մոտ աշխատելու, դա այսպես կոչված պոստդոկ ծրագիրն է, Ռուսաստանից ունենք, Պարսկաստանից ունենք, արդեն Ֆրանսիայից ունենք, շուտով երկրորդը կգա, հիմա ինչի համար է պետք։ Այդ մոտավորապես նույն հարցն է, որ տանք, թե իսկ ինչի է գիտությունը պետք։ Դա գիտությունը իմ կարծիքով մարդկային հանրության այսպես ասած գոյատևման ապրելակերպի բաղադրիչներից մեկն է։ Նոր գիտելիքի ստեղծումը մարդը, չգիտեմ, ի սկզբանե այդ պահանջի մեջ դրված է երևի։ Ինչ վերաբերում է ինչի կոնկրետ Հայաստանում, որովհետև քիմիական ֆիզիկայի ինստիտուտներ շատ չեն աշխարհում,
Հատկապես այն ժամանակ, երբ որ ստեղծվել է, շատ քիչ երկրներում կային, Սովետական միությունում, հետո Չինաստանում ստեղծվեց, կա Մաքս Պլանկի Գերմանիայում հայտնի ինստիտուտների ցանկում, կա նաև այսպես ասած պինդ ֆազերի քիմիական ֆիզիկայի ինստիտուտ։ Վերջին 10-ամյակում, նույնիսկ հնգամյակում աշխարհում բում է գնում քիմիական ֆիզիկայի ֆակուլտետներ, ամբիոններ, լաբորատորիաներ են բացում շատ հայտնի տեղերում, ինստիտուտներում, համալսարաններում։ Ինչ որ միտեղ լավ է, որ մենք արդեն վաղուց կայինք, այսպես ասեմ։ Այդ առումով ինչ որ միտեղ մեր համար ավելի հեշտ է այդ համագործակցությունները ստեղծել եւ այդ դաշտում կայանալ։ Մենք մրցունակ ենք կամ առնվազն, այ դուք ասում եք նոր բում է տեղը, այս բումի մեջ մրցունակ լինելու պոտենցիալ ունենք։ Այսպես ասեմ, նայած ինչի նկատի ունենք մրցունակը լինել է, այդ մեր ինստիտուտը իրականում, եթե նայենք միջազգային մասշտաբում, շատ փոքր ինստիտուտ ենք։ 2024 թվականին գիտական հաստիկների թիվը եղել է ընդամենը 72 եւ այսպես շատ ոչ լրիվ աշխատանքային օրով զբաղվածներով եւ այլն 85 գիտաշխատող է եղել, լաբորանտներն ուսանողներն էլ դա հաշված։ Հիմա եթե այդքանով ասենք 55 միջազգային հրապարակում է եղել Web of Science Scopus-ի բազաներում եւ արդեն ասացի 6 հեռավար լաբորատորիա ուրեմն արտերկրի գիտնականների ներգրավմամբ լաբորատորիա եւ եւս 2-3 հեռավար լաբորատորիաների բացման հայտեր են պատրաստվում եւ այս առումով իհարկե մենք մրցունակ ենք, իհարկե մենք մեր չեմ ասում շուտ դոմինանտ տեղ ունենք, այդ դաշտում մենք մեզ նորմալ ենք զգում, այսպես ասած, էլ չասեմ, որ գումարային ազդեցության գործակիցը 24 թվականին եղել է 160 մոտավորապես, դա շատ բարձր ցուցանիշ է, դա հատկապես փորձարարական աշխատանքներով զբաղվող ինստիտուտների համար դա զգալի բարձր նիշ է։ Ինստիտուտն ունի արդյոք տեխնոլոգիական եւ կիրառական ուղղությամբ իրականացվող նախագծեր։ Իհարկե ունի։ Որոնք կարող են ինչ-որ կոնկրետ խնդիրներ լուծել։ Իհարկե ունի։ Ինստիտուտը ի սկզբանե հենց այդպես էլ ձևավորվել էր, ինստիտուտին կից կային ուրեմն մենք հատուկ կոնստրուկտորական բյուրո խորհրդային տարիներին եւ կար ճիշտ ասած հիմա չգիտեմ ոնց կարելի է այդ հապավում բացել, մենք ստիմ էինք ասում եւ տարեկան մոտ 100 տոննա խիստ սպეციფიկ նյութեր էին արտադրվում մեր ինստիտուտում մոտ 22 գործարանների եւ արտադրական միավորումների համար խորհրդային փլուզումից հետո այդ ամեն ինչը ոչնչացավ, այսպես ասեմ։ Այդ ամեն ինչը ոչնչացավ եւ երկար տարիներ չկար ոչ մի բան վերջի տարիներին ուրեմն մոտ 10 տարի առաջ սկսվեց ամենայն դեպս նորից կիրառական այսպես լուրջ մշակումներ գիտահետազոտական, հա եւ մենք այսօր ունենք երկու այսպես լրիվ արտադրական գործող վիճակում գտնվող տեխնոլոգիաներ ոչ թե նույնիսկ մշակում այլ արտադրանք կարող ենք տալ բայց իրականում երբ որ խոսում են գիտական ինստիտուտների կիրառական հետազոտությունների կամ այսպես ասած կոնկրետ կոմերցիոն պրոդուկտ արտադրելու մասին դա շատ կարևոր բաց թողում կա եւ այդ բաց թողումը ես տոտալ տեսնում եմ բոլորի մոտ խնդիրը նրանում է որ միայն մշակել, բերել, հասցնել արտադրելը քիչ է շատ քիչ է դա այստեղ իրական հանգուցային հարցադրումը չի դրվում եւ չի լուծված հարցը ինչի մեջ է ես օրինակը բերեմ կոവിഡ്ի ժամանակ մեր այդ արտադրություններից մեկը մակերևույթների ուրեմն վարակազերծող հեղուկի արտադրություններ մեր մշակումն է մենք ենք արտադրեցինք 3 տոննա արտադրեցինք կոവിഡ്ի ժամանակ չկարողացանք վաճառել ինչու որովհետեւ անտաղանդ էինք այդ հարցում չգիտենք դա ոնց պետք է անել
Եվ երկու գնորդ ենք ունեցել, մնացածը նվեր ենք տվել, կամ MCS-ին ենք տվել եւ այլն, այդ 3 Իսկ երբ որ MCS-ին ասենք նվեր եք տալիս, պետությունը չի հետաքրքրվում, որ հարգարժան ինստիտուտ է, ինչ հետաքրքիր բան եք դուք արտադրել եկեք, ես ամենայն դեպս ես դա չեմ զգացել, մեզնից երկու գնորդ է եղել, մեկը Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի շտաբն է մեզնից մի 3-400 լիտր գնել փոխանցել են եւ Ստեփանավանից իշոր մի հատ մանգապարտեզ այն էլ 20 լիտր էին ուզում մենք 40 թե 50 ուղարկեցինք այսպես չգիտենք ոնց անենք դա այսինքն երկրորդ օրինակը բերեմ մեր ինստիտուտի մշակումը արտադրությունը պատրաստ է կարող ենք հենց հիմա գնալ միացնել արտադրանք տալ ժանգի փոխարկիչը որը շատ ինքը հետաքրքիր սպეციფიկ նյութ է հատկապես ժանգոտված մետաղածածկույթների մշակման համար է ոչ թե նախորդ պետքա ծածկել որ ուժ ժանգոտվի կոռոզիայի չընթարկվի այլ արդեն կոռոզիայի ընթարկված ժանգոտվածն են դրանով մշակում ասենք եթե կամուրջների կարկասները պատրաստելուց դրանով մշակվի ուրեմն կամուրջի կյանքի տևողությունը առնվազն 2.5 անգամ կավելանա սկսած այդ արմատուրաներից եւ այլն չենք կարողանում վաճառել ոչ թե նորից ասում եմ մշակումը ունենք փորձարկումը ունենք արտադրությունը ունենք արդեն Ամերիկայում այդ խնդիրը ոնց է լուծվել եւ իրականում ամերիկյան տնտեսության հզորությունը եկել է տեղից 1882-5 թվականներին իրանք գիտական հիմնարկներին կից ստեղծեցին trade office-ներ, այսպես ասած իրանց, որը զբաղվում էր երկու բանով՝ գիտնականների ստեղծած պրոդուկտի կոմերցիալիզացիայով եւ գիտնականների հեղինակային իրավունքների պաշտպանությամբ։ Ես չպետք է ընկնեմ իմ մշակած գիտական պրոդուկտը վաճառելու հետևից։ Ես պետք է իմ գործով զբաղվեմ։ Դե ես հաջորդ պրոդուկտը մշակեմ, ոչ թե այդ պրոդուկտը մշակել եմ 2001 թվականին ու գնաց մի ամբողջ կյանք զբաղվում եմ դրա վաճառքով դրանով դա ուրիշ մասնագիտություն հասկանում եք հիմա էլի այս պահին էլ ունենք մշակումներ պատրաստի պրոդուկտի ձևով բայց մենք չգիտենք դա ոնց կարելի է վաճառել այս օղակը չկա ընդհանրապես գիտական համակարգում մեր գոյություն չունի գիտություն շուկա օղակը հա իսկ դա առաջնահերթ կարելի է կազմակերպել Դա չգիտեմ ինչ որ մի հատ մեծ կառույց չի, դա գիտության կոմիտեի կամ ակադեմիայի համակարգում մի 5-8 հոգանոց մի հատ օֆիս է ընդհանրապես պետք դրա համար, ես չգիտեմ, բան չի էլի, դա նոր նախարարություն պետք չի դրա համար ստեղծել կամ ինչ-որ կոմիտեներ եւ այլն եւ այլն։ Եվ դուք կտեսնեք, որ այդ դեպքում գիտնականները իրանք շահագրգռված կլինեն պրոդուկտը հասցնել, այսպես ասած, կոմերցիալիզացիայի նախաշեմին հանձնել այդ օֆիսին, վստահ լինելով, որ իր հեղինակային իրավունքները կպաշտպանվի, կստանա նաև շահույթ, ինստիտուտը, պետությունը եւ այլն եւ այլն։ Հիմա սա չկա։ Դրա համար հիմա երբ որ ասում են, իսկ դուք ունեք արդյոք մշակում, բան եւ այլն։ Հա, ունենք, հետո ինչ։ Հետո ինչ։ Ես ձեր պատասխանից կրահում եմ, որ դուք այս մասին բազմիցս եք ասել։ Որն է պատճառը, որ սա չկա, այսինքն ինչ պատճառաբանություններ եք լսում։ Ոչ մի, որ ես այն կարծիքին եմ, որ շատ առումով մեր պետական կառավարման համակարգում մենեջմենտի առումով խայտարակ բացեր կան պարզապես մեկն դա է կոնկրետ այդ գիտության հետ առնչվող ասպեկտով ենք խոսում եւ նորից ասում եմ բազմաթիվ նման մշակումներ կան որ պարզապես մնալու է անվերջ հնանալու է կգա մի 10 տարի հետո նույնիսկ այդ արտադրական ցիկլը, որ մեր տարածքում պատրաստի կա, ստիպված կլինենք դեմոնտաժ անել կամ ուրիշ մի բանի համար օգտագործել այդ տարածքը։ Այ մշակումները, որքան ես հասկացա, հենց իրանք ինստիտուտի ներսում գիտնականների մտքում ձևավորվում են եւ չկա որևէ մշակում, որը ի սկզբանե բխել է ինչ որ պետ պատվերից։ Կամ ընդհանրապես ով է պետ պատվեր ձևավորող կոմպետենտ օղակը կամ մարդը,
որը ի վիճակի է այդ պատվերը ձևակերպել եւ խնդիր դնել։ Դուք գիտեք ոնց է գիտական աշխատանքի մեջ ձևակերպված խնդիր դնելը այնքան բարձր արժեք է, որ դա պակաս չի այդ խնդիրը լուծելուց։ Ահա, համաձայն եմ։ Ես չեմ տեսնում այդ խնդիրը դնողներին։ Ես այդ խնդիրները չեմ տեսնում։ Եվ սա հին խնդիր է, չէ՞, սա երևի անկախությունից ի վեր խնդիր դնող չի եղել։ Անկախությունից ի վեր չի եղել, իսկ անկախությունից առաջ եղել է կենտրոնացված իմպերիայի համակարգն ա եղել։ Խնդիրը դնում էին Մոսկվայում։ Մոսկվայից գալիս էր, մեզ ասում էին տիտանի կարբիդ սինթեզեք, ձեր այդ եղանակով եւ տարեկան 40 տոննա ուղարկեք Մոսկվա։ Մենք այս սինթեզում ուղարկում ենք Մոսկվա։ Դրանից հետո չկա, ոչինչ չկա։ Հիմա ես նաև ասեմ, որ գիտության կոմիտեն մի 4 տարի առաջ փորձեց նախարարություններից հավաքել թե նախարարությունները կոնկրետ ասեն ում ինչա պետք։ Գործնականում արձագանքներ չեղան։ Տարի ու կես առաջ արդեն ոչ թե ուղղակի նամակ ուղարկեցին, թե խնդրում եմ ասեք ձեզ ինչ է պետք եւ այլն, այլ հավաքեցին այդ նախարարությունների ներկայացուցիչներին, ամեն նախարարությունից մի 5-7 հոգի եւ այլն, համալսարանների ռեկտորներին, ինստիտուտների տնօրեններին, համալսարանի մեծ դալիճում մեծ հանդիպում եղավ, խմբերի բաժանեցին ըստ մասնագիտական ուղղությունների, փորձեցին հավաքել պետ պատվերներ այդ ձեր ասած։ Հա։ Տարի ու կես այդ process-ը գնում է, այն կարգի խայտարակ, ասենք այդ հանձնաժողովներից մեկի մեջ ես էլ եմ, ինձ էլ են որպես հանձնաժողովի անդամ են ընտրել, որ ես էլ կարգավորեմ, համակարգեմ նախարարություններից եկած այդ խնդիրները, որ սելեկցիա արվի, թե ասենք դրանցից որը գիտության կոմիտեն կամ նախարարությունը կամ ակադեմիան, ու այս դեպքում գիտության կոմիտեն որպես խնդիր պետք է իջեցնի ինստիտուտների ի կատարումը կամ հայտարարի մրցույթ դրամաշնորհային, որ ինձ պետք է այս ակնոցը, ով կարող է այս ակնոցը պատրաստել։ Դուք չեք պատկերացնում ինչքան իրանց նշանակությամբ, ասես ասեմ, անհամարժեք ու անհամասեր առաջարկություններ են գալիս, էլի, ասենք Իլոն Մասկի Մարս քաղաքում բնակեցնելու դեպքում 10,000 հայ այնտեղ անպայման տեղափոխել մեկմանից մտնել այդ ծրագրի այդ տիպի առաջարկից մինչև չգիտեմ անձեռնոցիկ եւ այլն էլի այսինքն զգում եք որ այդ որ առաջարկները գալիս են հասկանալի է, բայց դա ինչ որ զետեղել եւ հասկանալ որ նախագծին մոտ հիմա այդ process-ը գնում է եւ հույս ունենք որ այս տարի վերջապես ինչ որ ձևի կբյուրեղանան այդ թեմաները եւ կսկսվի այնտեղ խնդիրը ինչի մեջ է եղել ուրեմն կարծեմ 2000-ական թվականներից այսպես կոչված նպատակային ծրագրերը դա ուրեմն ոչ ակադեմիայի վրա էր դրած, ոչ գիտության կոմիտեի, նույն 90-ականների գիտության կոմիտե չկար էլ, դա դրված էր Մինէկոնոմիկայի վրա։ Բայց ինչ էր կատարվում։ Ուրեմն ի սկզբանե այդ ցուցակներում որ խմբերը լաբորատորիաները եղել էին, տարիներ շարունակ իրանք ներկայացնում էին իրանց թեման ստանում էին։ Վենդերից թեմա չէր գալ եւ փաստորեն պարզվեց որ չի աշխատում այդ մեխանիզմը։ Հիմա ոնց որ թե այդ ֆունկցիան տալիս են գիտկոմին։ Ընդ որում այն ժամանակ էլ փորձաքննությունը որպես այդպեսին անցնում էր ակադեմիայով։ Ինստիտուտի գիտխորհուրդ, զեկուցում, հետո ակադեմիայի բյուրո, ակադեմիայի նախագահություն, դրանից հետո ակադեմիան այդ այսպես ասած, գոնե ակադեմիական ինստիտուտների մասով ուղարկում էին Մինէկոնոմիկա, այդ տարվա բյուջեն ինչքան բավարարում էր, տակը գիծ էին քաշում, վերևում ստանում էին, ներքևում չէ, բայց պարզվեց, որ դա շատ դեպքերում ընդհանրապես կապ չունի պետության կարիքների հետ։ Եվ ուղղակի թեմայա եկել է անցած 1000-ամյակից շարունակվում է, ինչ թող մի 1000-ամյակ էլ գնա, էլ ինչ է խանգարում։ Հիմա այն փուլն է, որ այդ անցումներն են կատարում, թեմաների, այսպես ասած, ֆիլտրացիա, բյուրեղացում, այդ պատվերը իջեցնողի փոփոխություն տվյալ դեպքում։
Տեսնենք ինչ կստացվի եւ նաեւ մասամբ պետք է այդ պատվերը իրականացներ բարձր տեխնոլոգիաների նախարարություն։ Այդ նախարարությունը դրա համար է ստեղծված, որ այդ պետության կարիքների որոշ սպეციფიկ ուղղություններով ինքը պետքա պատվերը իջացնի։ Ես ճիշտն ասած հələ որ այդ լուրջ բան չեմ տեսել։ Ես ճիշտ եմ հասկանում, որ այ տեսեք դուք էլ ասացիք, որ Մոսկվայից էր պատվերը գալիս եւ հաճախ եմ այստեղ հենց նույն գիտնականները ասում են, որ մենք ըստ երևույթին Հայաստանը չգիտի պատվեր ձևակերպելու, հասկանալու այս ամբողջ տրամաբանությունը, հա, նու չգիտի երբեք չի ձևակերպել, Երևանը երբեք գիտական պատվեր չի ձևակերպել։ Ըստ այդմ այսօր կարծես թե նախարարությունները փորձում են հասկանալ մենք ինչ պոտենցիալ ունենք ու փորձեն սովորել զրոյից պատվեր ձևակերպել։ Առաջին հարցը ըստ ձեզ դա ընդհանրապես առհասարակ հնարավոր է, երբ որ դու ձևը չգիտես եւ ի վերջո սովորես, եւ երկրորդը ինչ որ քայլեր այս ուղղությամբ տեսնում եք։ Ճիշտ ասած, դե այդ գիտկոմը, որ այդ աշխատանքը արել է եւ հիմա այդ, այսպես ասած, ենթահանձնաժողովներ, դա որպես փորձ է մեզ համարում, որ ձևակերպվի։ Այն որ ձևակերպի այդ պատվերներ, այն որ Երևանը ինքը պատվեր չի ձևակերպել, պետությունը չի եղել որ ձևակերպի, այդ այստեղ դա ակնհայտ է եւ բայց ուրիշ հարցը որ 35 տարում մենք արդեն պետքա դա արած լինեինք։ Մենք չենք արել։ Մենք պարզապես մխսել ենք այդ ժամանակը։ Ցավոք այդպես է։ Ցավոք այդպես։ Ինչու չենք արել, պարոն Մինասյան, ձեր կարծիքով։ Ու գիտեք, եկեք այդ հարցին ես չպատասխանեմ, հա։ Փաստը դա է։ Ելնում ենք ռեալ իրականությունից։ Հիմա ինչ որ փորձեր պետք է արվի, այդ մեխանիզմները ձևակերպվի, մասնագետներ պատրաստվի, որոնք կարողանան վերլուծել իսկապես պետական կարիքներ եւ պետական կարիքներից ելնելով այդ պատվերները, խնդիրները ձևակերպեն։ Դա ժամանակ կպահանջի, բայց դա հնարավոր է։ Չեմ կարծում, որ դա անհնար է, ռեալ հնարավոր է իրականացնել։ Պետք չի մոռանալ, որ նույն խորհրդային միությունում ֆիզիկապես, հա, որպես պրոֆեսիոնալ այդ պատվեր ձևավորողների մեջ զգալի թվով հայեր կային, ինչ հայ ժողովրդի արգանդոտ չի չորացել։ Նորմալ է ամեն ինչ էլի։ Նույն ամբողջ Խիմպրոմը սովետական միության դեռ այնքան հայ կար, որ ղեկավարներից բռնած ով ասեք էլի, մինչև հիմա նույնիսկ ռուսական այդ ոլորտում բազմաթիվ հայեր են աշխատում, էլի, այնպես որ այդ նշանակում է մենք ունենք այդ գենետիկ պոտենցիալը, բազմապես հարկավոր է ճիշտ համակարգ դնել, մասնագետներ պատրաստել, մասնագետներ թեկուզ դրսում ինչ է եղել, թող գնան մի 3 տարի աշխատեն, պատրաստվեն պետության մանով ֆինանսավորմամբ, գան այդ խնդիրները լուծեն։ Ինչպես եք պատկերացնում այդ ճիշտ համակարգը։ Դուք ունեք ինչ որ ձեր համար մոդելավորած, այսպես ասենք, ճիշտ։ Ես պատկերացնում եմ, որ դա այդ պատվերների մի մասը պետք է բարձր տեխնոլոգիաների նախարարությունը իր համար ֆիքսի եւ մրցույթային կամ որոշ դեպքերում ոչ ելնելով իր առաջնահերթություններից, հա։ Գիտության կոմիտեն դա պետք է անի, դա կարող է նաեւ շատ լավ պատվեր ձևավորողի ֆունկցիա կարող է ունենալ նաեւ գիտությունների ազգային ակադեմիան, որովհետեւ այսպես թե այնպես պատրաստի կառույց է ինքը։ Իրա վրա պարզապես այդ ֆունկցիան պետք է դրվի, ընդ որում ակադեմիայի մասին օրենքում հստակ գրած է ակադեմիան հանդիսանում է պետության խորհրդատուն գիտական հարցերով։ Այդ խորհուրդը ու խնդիրները դնի։ Ուրիշ բան, որ մի քիչ պետք է ավելի ժամանակակից, այսպես ասած, մենեջմենտով առաջնորդվի եւ այլն, դնեն հարցը այդպես պատրաստվի անհնար չի մի խոսքով այդ ինստիտուտը ձևավորել Հայաստանում։ Ես գտնում եմ, որ դա հնարավոր է։ Բացի դրանից շատ նախարարություններում կան, այսպես գիտական կամ մերձ գիտական ինչ-որ բջիջներ, հա, դա չգիտեմ, ինչ-որ բաժին, հա, կամ ենթաբաժին, հա, կամ վարչությունա եւ այլն, իմ կարծիքով հնարավոր է
ստեղծել այդ մեխանիզմը ու գործարկել։ Պարոն Մինասյան, մեր ժամանակը մոտենում է ավարտին, բայց չեմ կարող չհարցնել, հատկապես 2020 թվականից հետո շատ հաճախ են քննարկումները, որ տեսեք մենք տեխնոլոգիական, գիտատեխնոլոգիական ոլորտում հետ մնացինք, դրա համար պարտվեցինք։ Այսօր ձեր կարծիքով Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի է այնպիսի գիտահետազոտական, կիրառական ուսումնասիրություններ իրականացնել, որոնք հետագայում կնպաստեն նաև ռազմական դաշտում տեխնոլոգիական առաջընթացի։ Եթե մենք խոսում ենք ընդհանրապես պոտենցիալի մասին, հա, հնարավոր է։ Ցավոք սրտի այսօր միայն պոտենցիալի մասին ենք խոսում, բայց այն ինչ որ այսօր կա իրավիճակը, այս տեմպերը, հա, իհարկե ոչ, որովհետև այս տեմպերը ճիշտ է մեր մոտ հիմա արագացում կա, բայց երբ որ մենք համեմատում ենք օրինակ Ադրբեջանի, Վրաստանի հետ, ասենք վերջի 10 տարվա գիտական արդյունքները, գիտաչափական, իրանց մոտ զարգացման աճի արագությունը մի քանի անգամ գերազանցում է մեր զարգացման աճի արագությանը։ Ի՞նչն է մեր տեմպի բան, թղթաբանությունն է շատ, ըստ ձեզ։ Գիտեք ոնց է մեր մենտալիտետային ու սա մասնավոր։ Հա, ես դրա համար ասեցի, ըստ ես ձեզ։ օրինակ այն կարծիքի, գիտեք ես կարծիք։ չեմ մտածում, որ ասենք ամերիկացիները, անգլոսաքսերը իրանք այսօր շատ առաջ են էլի։ Նայեք, հին Եգիպտոսում որոշում կայացնողը միայն փարավոնն էր, մնացած բոլորը ենթարկվում էին։ 20-րդ դարի ամերիկացիների մոտ սերժանտին 8 հոգու համար որոշում չկայացնելու համար դատում են։ Այսինքն որոշում կայացնելու ինստիտուտը եկել հասել է այն նույնիսկ այն կատարման ուղակի հարթություն։ Նա որոշում է կայացնում եւ պատասխանատու է իր որոշման համար։ Նրանք կդատեն, եթե որոշում չկայացնի այդ սերժանտին։ Մեր մոտ պահակից միջև նախարար ամեն ինչ անում են, որ որոշում չկայացնեն։ Որովհետեւ կարող է դատեն, եթե որոշում կայացնի։ Այսինքն ցիվիլիզացիայի զարգացման վեկտորին հակառակ ենք գնում մեր մենտալիտետով։ Դա շատ վտանգավոր տենդենս է, շատ։ Ես կարող եմ մի օրինակ բերել, եկել էին ստուգումային մեր մոտ, ինստիտուտ է, ֆինանսական եւ այլն։ Հիմա մեկ էլ եկավ, մեկը այսպես թղթերը ծերը, հա, այս ինչի հիման վրա է այս գործը արվել։ Ասեցի ին որոշման։ Լուրջ եմ ասում, այդ մարդը անկեղծ զարմացավ, ոնց ասավ, դուք որոշում եք կայացրել, ասի այո, այս էլ մեր կանոնադրությունը, որտեղ գրած է, որ տնօրենը որոշում է կայացնում, թղթերը հավաքեց, հա, դուք որոշում եք կայացրել, դուք որոշում, ու գնաց ու այլևս չեկավ, էլ ուրիշ մարդ եկավ, այդ մարդը, այսպես ասած, մշակութային շոկ ապրեց։ Հա, ու էլ չեկավ, ուրիշ մարդիկ եկան, ստուգեցին այդ եւ այլն, բայց այս մարդում մար, որ ինքը պրոֆեսիոնալ ստուգող է։ Երևի կյանքում առաջի անգամ իրան հանդիպես մարդ, որը որոշում է կայացրել քիչ է։ Հələ ասում է ես եմ որոշել, իմ որոշման իման վրա է արվել։ Իր համար դա ուղղակի ցնցում էր։ Եվ հիմա փաստային է, գրություն եք ուղարկում նախարարություն, կոմիտե, տարբեր տեղեր։ Կարող է ամիսներով պատասխան չգա։ Ու չկարողանաք հետ կգտնել, թե վերջով որ պահին, հա, ինքը մնաց ճանապարհին։ Ամեն ինչ արվում է, որ հանգարց որոշում չկայացնեն։ Այսինքն այս Սա համակարգային խնդիր է, էլի, հա։ Ու եւ այսինքն այսպես է, որոշում չկայացնելը դարձել է պատասխանատվության լավագույն ձևը, էլի, այսինքն անպատասխանատվությունը քողարկելու ձև է դարձել, դե հիմա էսա ունենք այն ինչ որ ունենք, ցավոք այդպես է։ Եվ այս մեթոդով մենք երկար ճամփա չենք գնա։ Մեր, ասում եմ, արագացումը մի փոքր էս վերջի 4-5 տարվա ինքը շատ ավելի քիչ է, քան մեր հարևան երկրների։ Նույնիսկ ֆիզիկայով, որ ասենք 10 տարի առաջ դե դուք ասեիք, որ Ադրբեջանը արդեն կհասնի Հայաստանին կամ առաջ կանցնի, ու դա ժպիտ կառաջացներ։ Այսօր չէ։
Իրանք էքսպոնենտով են աճել, մենք հենց ուղղակի sense մանր գնում ենք, այդպես չի, այսօր իրանք կրկնակի շատ գիտական պրոդուկտ է տալիս Ադրբեջանը, երբ որ 10 տարի առաջ քիչ է տվել մեզնից, 10 տարում մեզնից կրկնակի առաջ է անցել։ Պետպատվերի ինստիտուտն էլ ինձ թվում է իրենց մոտ բավականին հստակ է, հա, Ну դա պարզ է, իրանք էդի դա Չէ, դա պետության կառուցվածքից էլ է, այսինքն ռեժիմի ձևից էլ է կախված։ Ռեժիմի ձևից բացի դրանից պետք չի մոռանալ, որ իրանք ունեն, ասենք, Թուրքիայի նման, այսպես ասած, ուժեղ խորհրդատու։ Ու խորհրդատու նույնիսկ ես կասեի շատ դեպքերում հենց ուղղակի կառավարիչները նրանք են, այստեղ ասենք ֆորմալ դրված է, մեկը գեներալ լեյտենանտ կամ չգիտեմ ինչ-որ գնդապետ, այնտեղ Ստամբուլից գրությունը գալիս է կամ նամակը բերում են դեպեշը, ասում են էս վերջացավ հարցը։ Այնպես որ ու այն ինչ որ հիմա մենք փորձում ենք անել, ես նայում եմ, օրինակ Ռազմարտունաբերության կոմիտեի թեմաներին առնչվող սարքավորում, հա, ձեռք բերվի։ Նայում եմ այն ֆիրման, որը վաճառում է այդ սարքավորումները, եւ մենք Հայաստանից փորձ էր արվում այդ սարքավորումների ձեռք բերել, ընդ որում գիտական սարքերի մասին է խոսքը, նույնիսկ այսպես ասած ոչ ռազմամթերքի, ոչ կիրառվող ինչ-որ միջոցների մասին չի խոսքը։ Գիտական սարքեր։ Դուք պատկերացրեք, ասենք 2010-11 թվականներին Ադրբեջանն արդեն best partner է եղել այդ ֆիրմայի, այդ նշանակումը մի քանի միլիոն դոլարի ձեռքբերում կամ եվրոյի։ Հա։ Դե մենք հիմա նոր ինչ-որ մտածում ենք գնենք թե չգնենք, հա։ Գնենք, կտան, չեն տա։ Հա։ Լիքը բաներ կան, այն ժամանակ ասենք կարող է այդքան էմբարգոներ բաներ էլ չկային, արգելքներ էլ, իսկ հիմա օրինակ բազմաթիվ արգելքներ կան, մասնավորապես ասենք զուտ քաղաքացիական մեր ինստիտուտի լաբորատորիաներից մեկը մարդկային ոսկորների իմպլանտների 3D տպագրությամբ է զբաղվում, եւ կոնկրետ մարդկանց վիրավորների ոսկորներ դրել են այդ եւ մարդիկ ապրում են։ Հա, տասնյակ նման դեպքեր կա, մեր լավ լաբորատորիաներից մեկն է։ Մենք պետք է առնեինք 3D պրինտեր, հենց այդ նույն նպատակով։ Եվ փողն էլ կար ամեն ինչը, չվաճառեցին մեզ մեծ չափի այդ պրինտեր, ստիպված առանք մի քիչ չափերով ավելի փոքրը։ Զուտ այդ արգելքների, առևտրական խոչընդոտների իրանց համար ոչ այդքան ընդունելի երկրների հասկանալի Հա, Ռուսաստանին մոտ ենք, էսա այնա։ Մի կողմից Ռուսաստան, այս կողմից Իրան, դες նայում են։ Հա, հենց այդ պատճառով չտվեցին գերմանացիները այդ մեծ սարքի փոխարեն, էլի նույն ֆունկցիաներով, բայց ավելի փոքր, հա, այսպես ասած, չափերի եւ արտադրողականության առումով սարքը նոր ազիվ տվեցին 10 տարի առաջ, 15 տարի առաջ այդ խնդիրը չկար։ Բայց այդ չվաճառելն էլ չէ, ինչ հետաքրքիր տենդենց է, այսինքն այսօր աշխարհում ամենալուրջ ռեսուրսը տեխնոլոգիան է, որովհետեւ հակառակ դեպքում այդ խնդիրները չէին առաջանա կվաճառեին։ Ինքը իրոք ռեսուրս է։ Երբ որ սկզբնական, հա, բանից այսպես մատերիալնի обмена, հա, այդ 5000, 10000 տարի առաջ, հետո եկավ փողը, հետո սկսեցին բոստան մշակել, հետո ինչ որ իրեր պատրաստել, այսինքն եկավ ապրանք արտադրություն, ապրանքային եւ այլն, հետո եկավ մանուֆակտուրան, հետո եկավ արտադրությունը, արդեն ապրանք, փող եւ այլն, նրանք այդ արդեն ֆազովի առաջ են, տեխնոլոգիան են ծախում, ապրանքը չեն ծախում, ապրանքը արդեն Եվ հենց տեխնոլոգիայի ունենալն է քեզ մրցակցային լուրջ առավելություն տալու։ Դրա համար էլ մտածում են արժի քեզ տալ, թե չէ։ Արժի քեզ վաճառել, թե չէ։ Հա, եւ այդ առումով մենք ժամանակ ենք կորցրել, ամեն ինչ դեռ կորած չի, ես կարծում եմ, որ մենք արագ կարող ենք հետ բերել, պետք չի մոռանալ, որ 1918 թվականին է որ ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը, ուզմունքով եմ ճիշտն ասած միշտ բանանում Խատիսյանի գիրքը դրած է իմ գրապարանում անընդհատ նայում։ Ցեղասպանությունից հետո մեկ էլ որոշեցինք, որ մեզ պետք է Երևանի պետական համալսարան։ Երևանի պետական համալսարան, երբ որ ընդամենը 700,000 մարդ անգրագետ, սոված
հիվանդ խոլերայով, չգիտեմ ինչով եւ այլն, ու ստեղծեցին համալսարան ու ընդամենը 20 տարի, 25 տարի հետո, այսպես ասեմ, հա, եկավ Ալիխանյանը, եկավ Արլովը, Համբարձումյանը, չգիտեմ, Արագածուցիչ, ֆիզիկայի ինստիտուտ, բյուրական, աշտարակի ինստիտուտները եւ վերջի 40-50 ինստիտուտ ստեղծվեց ընդամենը 40 տարի հետո, էլի, երկու սերունդ է դա ընդամենը այդպես բան չի, էլի, այսինքն մենք ունենք այդ պոտենցիալը եւ եթե էլ համարենք որ չունենք, բայց ինչ ենք անում։ Էլ ինչու ենք հավաքվել, չէ՞։ Ահա, իհարկե։ Շատ շնորհակալ եմ զրույցի համար, ցավոք սրտի մեր ժամանակը մոտեցավ ավարտին։ Ես մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ դուք դիտում եւ լսում եք Գործարար Ալիքը համակարգ հաղորդաշարներ եթերում այսօր մեր հյուրն էր Գիտությունների ազգային ակադեմիայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանը, տաղավար Աշխատ Էցլյանը, Խաչատրյանը, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալ եմ։